Սիրուններս ողջույն, քանի որ իմ օրվա ամենաազատ ժամը, որ կարող եմ ձեզ ճպվել այս 15-20 րոպեն է, որտեղ ես պատրաստվում եմ մինչև աղջիկների գալը, որոշեցի պահպաշտ թողնել, քանի որ ինձ համար արդեն ձեզ հետ շփումը դարձել է անհրաժեշտություն, չգիտեմ ձեզ համար ոնց, բայց ինձ համար դա արդեն դարձել է անհրաժեշտություն։ Հիմա միասին փորձենք կարգի բերել, շպարվել ու սպասել մինչև աղջիկները գան, ընթացքում էլ կզրուցենք, չգիտեմ ինչից, իդեպ նոր պապեր եմ ստացել, որը երևի թե հեսա վերջացնեմ, ինձ թվում է կհասցնեմ ժամանակի իմաստով ձեզ համար այսպես դեմքով նկարել, ոնց որ այսպես դեմքով ավելի շատ եք սիրում վիդեոները, դա ձեր արձագանքներից եմ հասկանում, այնպես որ քանի որ պատվիրը շատ մեծ չի, մեծ լավ բաներ կան, ուզում այսպես առանձին ցույց տալ։ Իդեպ այս կրեմս վերջապես վերջացավ, այսօր մայիսի, քանիսն է այսօր, մայիսի, քանիսն է այսօր, մայիսի, քանիսն է գրեք, չեմ բայց մայիսի սկիզբն է, հիշում եմ մայիսի սկիզբն է, այսօր մայիսի 5-ն է, այո, մայիսի 5-ն է եւ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, ուղիղ 3 ամիս ամեն օր առավոտյան օգտագործել եմ այս կրեմը դեմքի եւ դեկոլտեի ողջ հատվածի համար, այսինքն օգտագործել եմ առատորեն, դեռ մեջը մի քանի կաթիլ մնացել է։ Մի խոսքով, այս կրեմին գնահատում եմ 10-ից մի միլիոն, խորհուրդ եմ տալիս մեծ սիրով, բայց նման կրեմները գիտեք, որ պետք չի շատ երկար օգտագործել ու մշտական դարձնել, պետք է անդադ փոփոխել, որպեսզի մաշկը չսովորի, պետք է փոփոխել, որպեսզի մաշկին ավելի լավ լինի, որովհետև հիմնականում, երբ որ նույն կրեմը անդադ օգտագործում եք, ինքը վարժվում է այդ կրեմը, ինչպես ճիշտ ասեմ, ինգրեդիենտների վարժումը սկսում է արդեն այնպես չարձագանքել, ինչպես պետք է։ Եվ պատվիրել եմ այսօր շարքը գոյություն ունի երևի թե 7 տարի հաստատ, ես իրա մեծագույն ֆանատն եմ, գիտեք, ամբողջ շարքը համարը թե օգտագործել, բայց այս կրեմին բանը չէր հասնում, բայց մի կողմից էլ երևի լավ է, քանի որ այն ժամանակ այդքան չէի պատկերացնում, որ ինքը մաշկին այդքան էլ հարմար չի, քանի որ այս կրեմը նախատեսված է ավելի շատ չոր, ջրազրկված մաշկի համար, իսկ այն ժամանակ իմ մաշկը յուղոտ ու կոմբինացված էր ավելի շատ, այնպես որ եղեք ուշադիր, սա ավելի շատ չոր, նորմալ եւ ջրազրկված հատկապես մաշկի համար է։ Ինչն է իր առանձնահատկությունն է, որ ինքը իր մեջ ունի ծիծեռնակի բույն, ծիծեռնակը սալանգան, հա, այդպես է կոչվում, սալանգանը հատուկ տեսակի ծիծեռնակ է փոքրիկ, որը իր բույնը կառուցում է ոչ թե ճյուղերով, այլ թքի միջոցով։ Եվ հենց այդ թքի մասնիկներն էլ այստեղ պարունակում են։ Իրանք իրենց մեջ պարունակում են ամինաթթուներ, իդեպ չինական խոհանոցում դա օգտագործում են որպես ուտեստ, բայց մենք այստեղ օգտագործում են որպես կրեմ։ Այս դեպքում ասեմ, որ բացելու հոտոտել եմ, ինչն ամենաուրախացնողն է, ապակուցը, չէ՞։ Ապակուցը, տուփը ապակուց է, բացեմ, հոտն ուղղակի անմահական, շատ լավն է, ինքը բավականին խիտ տեքստուրա ունի, այդքան լավ չի երևում, հիմա միասին կգցենք ու կհասկանանք։ Իդեպ իր մեջ ունի նաև նիացինամիդ, վիտամին B3, որը գունավորման դեմ է, այսինքն եթե կան պիգմենտային ինչ-որ բաներ, տեսեք, այս պիգմենտային այսպիսի ամենաարտահայտիչը սա է եւ ունեմ այստեղ վզիս հատվածում, նաեւ դրանց դեմ է պայքարելու, այնպես որ նկատի ունեցեք, վերջացել էր տոնիկս, պատվիրել եմ, տեսեք, պատերը դեռ չեմ բացել, ես ցույց չեմ տվել, արդեն օգտագործում եմ, բայց օգտագործելուց հետո ինչ է հետաքրքիր, եմ գտնեմ նորից այնտեղ, որովհետև ձեզ ցույց չեմ տվել, այսպիսի հետաքրքիր սովորություն։ Ես սիրում եմ այս վիտամինային տոնիկը իր գլխիկի համար եւ իր անմահական հոտի համար, էֆեկտը էլ չասեմ, մի խոսքով, այսպես եք օգտագործում նայեք։ Շատ լավն է, իմ ամենասիրելին է, ես ինչ հետաքրքիր բան կա մեջը։ Իր մեջ ունի ասիական թութ, սպիտակ թթի էքստրակտ, որ իր մեջ ունի ֆրուկտովые кислоты, ֆրուկտի, մրգաթթուներ, որ իրենց պարունակում են մրգաթթուներ, այդպես այլ պիգմենտացիայի հետ են պայքարում, հակաօքսիդանտ ազդեցություն ունի եւ իհարկե միներալներով ու վիտամիններով է հագեցնում մաշկը։ Քիչ է ոնց որ ինձ էլի է պետք, մի խոսքով անտիպրոդուկտ սիրով խորհուրդ եմ տալիս։
մենակ հոտը միլիոն արժի։ Կարող եք իրան օգտագործել նաև վատնից իսկում, հետ ձեզ ոնց է հարմար, ինձ այսպես է հարմար այս պահին, դրա համար օգտագործում եմ այսպես, կարող եք նաև այսպես որպես լրացուցիչ ինչ-որ բան, այսպես տպտպացնել եւ օգնել, որպեսզի ինքը ներծծվի մաշկի մեջ եւ միաժամանակ նաև մաշկի համար կլինի սիրուն մերսում։ Հիմա մի քիչ պետք է սպասենք, որ ինքը ներծծվի եւ արդեն կանցնենք կրեմին։ Անկեղծ շատ կուզեմ, որ մաշկիս հարմար լինի ու ինձ գա։ Իդեպ հաջորդ կատալոգում ես արդեն նայել եմ 8-րդ կատալոգը, նորույթներ է սպասվում այսօր շարքում լվացվելու ինչ-որ միջոց եւ դիմակ պլյոնկա, որը շատ էիք հարցնում, վերջապես կլինի։ Ի տարբերություն մյուս կրեմի, ինչպես տեսնեք, արագ ենք տարածում, ավելի շատ երևի թե ավելի թեթև է եւ թեթև եւ ինչ որ սնուցող միաժամանակ ինձ թվում է իմ զգացողություններով այդպես եմ զգում։ Լրիվ այլ կերպ է նստում, քան այս կրեմը, ինչպես տեսակ արագ ներծծվեց, այս մեկը շատ հագեցած էր ու երկար ժամանակ էր պետք, որպեսզի իրան օգնենք, որպեսզի մտնի մաշկի մեջ։ Եկեք բաց չթողնենք լանջաբացվածքի հատվածը, որովհետև սա մեր դեմքի շարունակությունն է, տրամաբանական։ Լավ մերսումը եւս նրան չի խանգարի եւ սնուցումը եւս։ Տեսեք, քանի լույս է, այստեղ դուք տեսնում եք նաեւ իմ կոյցի վեներայի օղակները, որոնց դեմ հիմա ես պայքարում եմ ռետինոլի միջոցով, չնայած ռետինոլը ոնց որ թե շոկերին չի կարելի, բայց քանի դեռ այդքան շոկ չի, կարծես թե եղանակը օգնում է, հա։ Մի փոքր կսպասենք, որպեսզի ինքը ներծծվի եւ գուշակեք ինչ կանենք։ Այդ ընթացքում կարող ենք ժամանակը չկորցնել եւ անել այսպիսի մերսման շարժումներ։ Հոտը բավականին լավն է, զգացողություններս եւս ինձ դուր են գալիս։ Մի երկու րոպե սպասենք ու արդեն արևապաշտպանը գցենք։ Ահա արևապաշտպանս, հիմա ուզում եմ ուղղակի այսպես ինքս ինձ համար հասկանալ ինչքան ժամանակ է օգտագործում եմ, մի շաբաթ չկա, ինչքան եմ օգտագործել։ Ասեմ, որ ինքը օգտագործման մեջ ցիկային տարբերակը բավականին հարմար է, բայց ինձ թվում է արագ կսպառվի։ Չկա մնացել։ Ու մնացել է այսքան, այսինքն կես է եղել։ Երևի թեստիկային տարբերակը ավելի հարմար է պահել պայուսակում եւ քսել, երբ որ դրսում եք ու մի քանի ժամ մնալու եք արևի տակ թարմացնել, որպեսզի մաշկը չվնասվի։ Ես եւս մեկ անգամ կվերցնեմ կրեմը, քանի որ այս տեմպերով բավականին ծախսատար կստացվի անթացիկը վերցնելը, կփորձեմ եւս մեկ անգամ կրեմը, կտեսնենք։ Տեսեք, արևապաշտպանը քսելուց պետք չի խնայել, պետք չի խնայել արևապաշտպանը քսելուց, պետք է քսել առատորեն, եթե քսում եք կրեմային տարբերակը քսում եք 2 մատի չափով, հա, իսկ եթե քսում եք ստիկային տարբերակը, պետք է քսել մի քանի շերտով, այդ մասին դեպ ընդհանրապես 3 վիդեո էի պատրաստել եւ արևապաշտպանների մասին ամբողջ շարք, չգիտեմ, հավանել եք թե չէ, նախատեսում եմ այդպիսի բաներ շատ նկարել, այսպիսի կոնտենտ, հիմնականում ուղղված եկես հայլի վերցնում, հեռախոսի մեջ նայելը հարմար չէ, որովհետև TikTok-ի հետ փորձում եմ լեզու գտնել։ Նախորդ վիդեոն նախորդ անգամ նկարեցի, բայց չտեղադրեցի, բողոքում էի TikTok-ից։ Ուրեմն TikTok-ը ունեմ մոտ 5 տարի։
ու այնքան խառը կոնտենտ եմ գցել, որ խեղճ TikTok-ն էլ արդեն մոլորվել է, բայց ճիշտ ասած չեմ ուզում նորը բացել, հիմա բաներով 30 օր շարունակ ես պետք է TikTok-ին ցույց տամ, որ ես փոխել եմ կոնտենտը եւ ունեմ մշտական ուղղվածություն, որպեսզի նա իմ կոնտենտը ցույց տա հետաքրքրված լսարանին, այսինքն կանանց ու աղջիկներին 25-ից 50-60 տարեկան աղջիկներին, ու հետաքրքրի այդպիսի կոնտենտ է։ Մի խոսքով տեսնենք ինչպես կստացվի։ Չստացվի, ուղղակի չգիտեմ։ Չգիտեմ ինչ կանեմ, ուղղակի TikTok-ը սիրում եմ, քանի որ այդպես ինչ-որ կոնկրետ, չգիտեմ, այդ հարթակը ինձ դուր է գալիս։ Եվ հիմա հիմնականում ֆիքսված եմ TikTok-ի ու YouTube-ի վրա, Facebook երբեմն գցում եմ այն ինչը, որ TikTok-ում տեղադրում եմ, Instagram-ը դեռ չեմ մտածում, չեմ կենտրոնում Instagram-ի վրա, քանի որ կարծես թե մի քանի փորձնական բաներ եմ դրել, վիդեոներ եմ դրել, Instagram-ին այդքան հետաքրքիր չի, չնայած կարող է նույն խնդիրը լինել ինչ-որ TikTok-ի հետ, որովհետև այնտեղ էլ դրիվ այլ կոնտենտ է փոստվում, հիմա մեկ էլ չգիտես ինչու քնել է արթնացել մեր գեղեցկուհին, որոշել որ պիտի Lemքի խնամքի ու ընդհանրապես խնամքի միջոցների մասին ինչ-որ բաներ տեղադրի։ Երևի դա է պատճառը, չգիտեմ, բայց չեմ ուզում խորանալ, չեմ ուզում այդպես ուշադրությունս ցրել։ Ուշադրությունս կենտրոնացնում առայժմ YouTube-ի վրա, TikTok-ի վրա։ Այնպես որ այդպես։ Իսկ մնացածը արդեն ժամանակի հետ այնպես կհասկանամ էլի ինչպես վարվեմ։ Կարևորը բարը չնստել ու չսպասել։ Իսկ այս շրջանում, քանի որ էներգիաս թու բավականին տեղն է եկել, անում դա մեծ սիրով։ Իդեպ զգում եմ ինչքան էի կարոտել այդ ամեն ինչին, որովհետև այդ ընթացքում, որ ինձ լավ չի զգում, այդ ընթացքը բավականին երկար տևեց, մոտ 1 տարուց ավել, մտքումս անդադ պատտվում էին ինչ-որ բաներ, այդպես ինչ-որ ոգևորված, բայց անկեղծ եմ ասում, ինձ այսպես կամերայի մեջ չի կարողանում նայել, հիմա էլ նայում եմ, տեսքս ինձ այդքան էլ դուր չի գալիս, որտեղ տեղ ունեմ դեռ վերականգնվելու, քանի որ այդ 1 տարվա այդ հյուծվածությունը նաև արտահայտվել է դեմքիս, մաշկիս, մի խոսքով ամեն ինչի վրա, բայց ամեն դեպքում այս բան քանի որ կա ոգևորությունը եւ քիչ թե շատ էներգիա, երևի թե փորձում եմ հարմարվել ու նաեւ մի բան էլ հասկացա, որ դեռ չեմ հարմարվել իմ տեսքին, երբ նկարում եմ կամերայի հակառակ կողմով, հա, մի քանի անգամ նկարեցի ու ինձ դուր չեկավ։ Դեռ դա էլ պիտի կարողանամ ընդունել, քանի որ երկար տարիներ ես ինձ նկարել եմ այսպես դիմային կամերայով ու աչքս սովորել է ինձ տեսնել այդպեսին։ Երբ այն կողմից եմ նկարում, կարծես թե չգիտեմ, լրիվ ուրիշ մարդ լինեմ ու դա երևի ժամանակապահանջում, որպեսզի ես կարողանամ հաշտվել, ինչպես սկզբում, երբ որ նոր էի փորձում ինչ-որ բան տեղադրել, նկարել, նախ երկար ժամանակ հաշտվում էի ձայնիս հետ, հետո երկար ժամանակ տեսքիս հետ, դա բոլորի հետ է լինում, այնպես որ եթե նախատեսում եք ինչ-որ ակտիվություն ցուցաբերել սոցիալական ցանցերում, դա նորմալ է, իմացեք։ Դա լինում է բոլորի մոտ, ու եթե լսեք երբեմն մարդիկ իսկում են իրենց փորձով, թե ինչպես են սկսել, ինչպես են որոշել ու ինչպես են հաղթահարել այդ վախերն ու անսովոր պահերը, կտեսնեք, որ բոլորի մոտ էլ դա լինում է, դա նորմալ է, այնպես որ եթե սկսնակ բլոգեր եք, ով ուզում է ակտիվացնել իր էջերը կամ չգիտեմ, ունի ցանկություն, օրինակ ես նպատակ չունեմ, չգիտեմ ինչերի հասնելու, հա, բլոգերական կարիերա ծավալելու, ես ուղղակի ունեմ շատ մեծ ցանկություն շփվելու, խոսելու, եւ սա այն լավագույն հարթակն է, որի միջոցով ես դա կարող եմ իրականացնել։ Եվ հետաքրքիր ինչ-որ այսպես կապ է ստեղծում, հա, իմ ու իմ աղջիկների միջև եւ ներկա աղջիկների միջև եւ նաեւ ապագա աղջիկների միջև, որովհետեւ իմ YouTube-յան էջը նպաստել է, որպեսզի ես լիքը սիրուն, հետաքրքիր, լավ մարդկանց հետ շփվեմ եւս գործի բերումով, որի հիմնական մեղավորը YouTube-ն է։ Եվ դրա համար այստեղ ինձ համար բավականին հարազատ է։ Մի խոսքով ես խոսում եմ, որովհետեւ ես ուզում եմ խոսել, ունեմ դրա կարիքը, դա ինձ դուր է գալիս։ Մեծ ինչ-որ անպակոր բաներ, օй, բավականին յուղոտ եմ դառնում ու գիտեք ինչն է լավ, զգացել եմ, որ այս յուղոտության վրա, այսինքն արևապաշտպանից հետո տոնայինը նստում է ուղղակի հրաշալի, իդեպ մի րոպե ես գնամ գտնեմ իմ շպարի պարագաները, որովհետև նախորդ օրը Ամերիկին ու ինձ հետ տարել էի, քանի որ չէի հասցրել տանը շպարվել, շպարվեցի մազերս հարդարելիս, հիմա գնամ վերցնեմ ու գամ։
Ես փնտրեցի ու չգտա ու հիշեցի, որ աղջկաս դպրոցական պայուսակն ենք վերցրել, աչքիս մնացել է դպրոցական պայուսակի մեջ իմ սպարի պարագաները, այնպես որ պիտի սպասեմ մինչև աղջիկս գա, քանի որ այնտեղ է սպունգս ուզում էի սպունգը ցույց տալ ու ասել, որ շատ սիրեցի իրենով դիմահարտարում անելը, երկրորդ անգամ փորձեցի, կյանքումս մի անգամ էի փորձել, ինչ-որ այդպես միջոցառում ունենք դիմահարտարման հետ կապված եւ ես գնացի իմ կյանքի առաջին սպունգը։ Այնտեղ օգտագործեցին աղջիկները, հետո բերեցի տուն մի անգամ ես փորձեցի, բայց չհավանեցի եւ երկրորդ անգամ փորձեցի ընդամենը մի քանի օր առաջ ու շատ հավանեցի ու հասկացա, որ ըստ երևույթին առաջին անգամ ես այդ սպունգը օգտագործել եմ չոր վիճակում, դրա համար էլ ես արդյունքը չեմ հավանել։ Այնպես որ այս անգամ օգտագործեցի խոնավ տարբերակով, ինձ բավականին դուր եկավ, թե ինքը ոնց տարածվեց դեմքից, քանի որ ունեմ երկու տոնային, որոնք այդքան էլ լավ չեն գալի դեմքից, բայց որոշել եմ մինչև վերջ քսել։ Չնայած այս առաջկա պատվերի հետ նոր բան կպատվիրեմ ու կդադարեմ ինձ տանջել, քանի որ քիչ է մնացել, ձեռքս կգնա այդպես գցեմ, հա։ Այդքան էլ լավ չի կան մաշկիս, այդպես լինում է դե չես կարող։ Նույնը լինում է դեպքեր, երբ որ նույն կրեմը շատ լավ գալիս է դեմքից ու որոշակի ժամանակ հետո սկսում է ընդհանրապես չգալ։ Նորմալ է, դա կարող է լինել եւ ներքին ինչ-որ փոփոխությունների արդյունք, որի արձագանքում է նաեւ մաշկը, հա, չորանում է, օրինակ իմ դեպքում վիտամինների պակասի, հիմնականում երկաթի պակասի պարագայում մաշկս բավականին չորացել է ու փոխվել էր ամբողջ մաշկի տիպը, բնականաբար ես փոխեցի ամբողջ իմ խնամքը, նախկինում եթե օգտագործում եմ յուղոտ ու կոմբինացված մաշկի համար դեպի չոր վիճակում երկար ժամանակ այնքան վատ էի, որ էլ չէի գիտակցում, օգտագործում էի յուղոտ մաշկի համար նախատեսված, իսկ չոր մաշկը յուղոտ մաշկի միջոցներով ուղղակի կարելի է հասցնել, չգիտեմ, եսիմ ուր ու հասա եսիմ ուր, մինչև արթնացա ու հասկացա, որ պետքա փոխել, որովհետև, չգիտեմ, արդեն վերջն էր։ Եվ ընդհանրապես այդ ընթացքում մտածելն էլ դժվար էր, մտածել, գիտակցել, հասկանալ խոսքով դաժան ժամանակներ էին, կարևորը ինչ-որ մի պահի արթնացա ու այդ ամեն ինչին որոշեցի վերջ դնել, ամենակարևորը դա է, թե չէ կարող էի երկար այդպես մնալ այդ վիճակի մեջ ու հասնել, չգիտեմ, ես իմ ուր, հիմա արդեն էլ չգիտեմ ինչից խոսել, երևի թե այսօր այսքան է, տեղից բավականին երկար ստացվեց, չգիտեմ, բայց այսպես աղջիկներ ջան, սպասենք մինչև աղջիկները գան, շպարվենք, պատրաստվենք, արդեն ժամանակ էլ չի մնա ու գնանք աղջիկների պարապմունքներին։ Ահա, ինձ զանգ եկավ ու ընդհատվեց վիդեոն, բայց ինչ է ուզում ասել, ուզում եմ ասել, որ չգիտեմ ձեզ ոնց, բայց ես ինձ այդպես շատ դուր եմ գալիս, անգամ շատ ժամանակ ես ինձ շպարված դուր չեմ գալիս, քանի որ ինձ բնական վիճակով ես շատ լավ եմ զգում։ Դրա համար չեմ վախենում այսպես ձեզ երևալուց, հուսամ դուք էլ դրանից չեք նեղվում։ Հալիս ընկավ։ Ինչև է, հիմա ես այսպես պիտի նստեմ, սպասեմ մինչև աղջիկները գան, որպեսզի կարողանամ շարունակել շպարվելը եւ գնանք արդեն մեր գործերով։ Այսօրվա համար այսքանը, ձեզ մաղթում եմ լավ օր, հա, կնկարեմ նաև գնումների վիդեոն, այս աղջիկները կան շպարվեմ, պատրաստվում արդեն դուրս գալուց առաջ արագ վիդեոներ կնկարեմ, եթե հասցնեմ մոնտաժել, նաև կունենանք գնումների վիդեո, եթե ոչ, վաղը հաստատ կտեղադրեմ։ Դե ինչ, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ եւ մաղթում եմ լավ օր։ Չմոռանաք լինել ակտիվ մեկնաբանություններում, գրեք հարցեր, եթե ունեք, երեխեք, անկեղծ այնպես եմ ուզում ձեզ հետ այդպես շփվել, ուզում եմ զգալ ձեր հետադարձ կապը, իսկ հետադարձ կապը ինչպես կարող ենք զգալ, կարող ենք զգալ ձեր մեկնաբանություններով, ձեր արձագանքներով, հա, վիդեոին, հավանել, լավ, թեկուզ մի հավանեք, որ հասկանամ, որ գոնե նայում եք ու ձեզ դուր չի գալիս ու փորձեմ հասկանալ, թե ինչ անեմ, որպեսզի հաճելի լինի։ Չէ, ամեն դեպքում ես շարունակել եմ անել այն ինչ որ հաճելի է ինձ, եթե ձեզ հաճելի չի, հանգիստ կարող եք թերթել ալիքը անցնել առաջ։ Այդպես, բայց ամեն դեպքում կատակը մի կողմ իրոք ուզում եմ զգալ ձեր հետադարձ կապը, եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, խնդրում եմ ինձ իմացարեք, եւ ես մեծագույն սիրով ամեն օր չեմ խոստանում, չխոստանամ, որտեվ ամեն օր չի որ կստացվի, այդպես կարծում եմ, տեղ ունենք ոչ աշխատանքային օրեր, ունենք օրեր, որ մի խոսքով, բայց հաճախակի այսպես միասին կշփվենք տարբեր թեմաներից, հուսամ այդ զրույցները ձեզ համար կլինեն օգտակար, լիցքավորող եւ կլցնեն ձեր օրը։ Սիրում եմ բոլորիդ, լավ եղեք,
Մինչ հաջորդ այսպեսի սիրուն ինքնաբուխ վիդեո։ Պաչիկներ բոլոր։